Ողջույն բարեկամներ, շնորհակալություն միանալու համար, շնորհակալություն հետևելու համար, շնորհակալություն, որ ինձ հանդուրժում եք այս ձևով, այս տեսքով։ Ինձ կներեք, եթե մեկ-մեկ ես բառերը չեմ վերջացնում, ավարտին չեմ հասցնում, ես գիտեմ իմ թերությունները։ Երբեմն նույնիսկ կրկնվում եմ, հետեր գիտեմ։ Ես օրվա վերջում ուղղակի ունեցա հոգնում եք չեմ կարողանում կառավարեմ այնպես ինչ որ ես կուզեի իրոք։ Ես էլ ամեն հաղորդումիցս գոհ չեմ, անկեղծ, բայց տենց ինչ որ մի ընթացքի մեջ ենք ընկել ու գնում ենք։ Մինչև երբ կընկանանք այսպես, ես չգիտեմ, բայց ինչքան ուժներս երիքում է, բավարարում է, կգնանք։ Եվ այսպես չենք մոռանում սեղմել լայքի կոճակը, տարածել անպայման եւ անպայման օգնել YouTube-յան ալիքին, օգնելու բոլոր տարբերակ կա ներքևում լինքերը դրված է, ով որ տարբերակ է կարողանում հարմար գտնել օգտագործելու համար։ Նոր ամիս ենք մտնում մեր աշխատողներին օգնելու։ Եվ այսպես գնացինք Ալիևի վախերի հետևից։ Հիշում եք, ես միշտ ասել եմ, որ երբ մենք հանեցինք Փաշինյան Նիկոլին, այն օրը շրջվում է Ալիևի վերջին էջը։ Շուրջակալի։ Ինչու՞։ Որովհետև Ալիևը իր ժողովրդին չունի օրից ոչ մի բան կերակելու, քան անվերջ Նիկոլի նվաստացումները, անվերջ Հայաստանի նկատմամբ հոխորտանքները, որովհետև ինչ է ստանում իր ժողովուրդը այս ամեն ինչից։ Բառացի ոչ մի բան։ Այս հոխորտանքն ու ապագա ճակերտավոր եմ ասում, հաղթանակները սա միակ կերն է, որ ինքը տալիս է իր ժողովրդին։ Եվ այսպես Տաթևիկ Հայրապետյանն է գրում, որ հոդված է հանել, որտեղ ադրբեջանցի, որ ապրում է դրսում, գրում է դրա մասին, որ Ալիևը փաստացի երկու խաղ է խաղում եվրոպացիների մոտ համաշխարհային արենաներում մի բան է խոսում, խաղաղության բանի վերաբերյալ եւ այլն եւ այլն։ Հենց վերադառնում է Ադրբեջան, Ադրբեջանի աուդիտորիայի համար շարունակում է նույն պատերազմական ռետորաբանությունը։ Նույնը ինչ որ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմից առաջ, հա, որ հեսա գալու է մի հատ այլ կարգի Ադրբեջան, այդ Արցախի խնդիրն է, որ մենք չենք կարողանում զարգանալ, այ որ դուք աղքատ եք, Ղարաբաղն է եղավ, որ դուք աղքատ եք, այ հեսա որ գրավեցինք, հա, ամեն ինչ լավ է լինելու, բայց փաստացի 5 տարի է Արցախը իրանք գրավել են եւ ադրբեջանցու կյանքում բան չի փոխվում։ Եվ այսպես դու պատկերացնեք մի իրավիճակ, երբ որ Ալիևը արդեն չկարողանա հոխորտա Հայաստանի վրա եւ դրանով է չկարողանա իր շարքային ադրբեջանցուն կերակրել։ Չէ՞ որ շարքային ադրբեջանցուն կամ շարքային հայի, որ ասենք շատ բան չգիտի, էլ առավել եւս ադրբեջանցու, որ մի քիչ անալիտիկ ուղեղի խնդիր ունի, այսինքն լրատվականներն էլ իրենց մոտ ընդհանրապես գոյություն չունեն, ընդդիմադիր մեդիա բացարձակապես գոյություն չունի, եթե մեր մոտ գոնե ինչ-որ ֆեյքայի մակարդակի վրա կա, մեկ էլ ասենք հատուկ կենտ ազատ անձինք, որոնք դեռ չեմ ասում դեռ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում, որ դրանց ձայներ կտրի, հա, դեռ կարողանում է խոսալ կարծիք հայտնել, Ադրբեջանում դա չկա եւ ադրբեջանցիների վիճակը կարող շատ ավելի ծանր է, քան եւ այսպես ինֆորմացիա չունեն, իրենց մեջ այս ամեն ինչը բացահայտող չկա, հատուկ է դրսից, հա, ադրբեջանցիները նախստին խոսեն, թե չխոսեն։ Մի բան պատկերացրեք, որ ինքը չի կարողանում այդ հռետորաբանությունը օգտագործի, որովհետեւ Հայաստանում ազգային իշխանություն ունենք եւ ինքը ստիպված է փախնել Արցախից, ստիպված է փախնել Ջերմուկից, ստիպված է փախնել Քաշաթաղից, մի խոսքով այն բոլոր տեղերից, որոնք ինքը Նիկոլի ստորագրությունով եկել մտել է։ Դա լինելու է վաղ թե ուշ։ Պատկերացրեք ինչ է լինում Ալիևի վիճակը հենց երկրում։ Այ դրա համար եմ ասում, որ պահին Ալիևը կորցրեց Նիկոլ Փաշինյանին, այն ժամանակ թերթվում է իր վերջին էջը։ Իսկ քանի դեռ ինքը կարողանում է Նիկոլին պահել ստեղ իշխանության, հա, դեռ խոսալու տեղ ունի։ Ես չեմ կարծում, սա էլ է երկար տևելու իր համար, իրենց էլ է հոգնածնելու դա իհարկե, բայց դա մեր խնդիրը չէ, մեր խնդիրը այս հարցը շուտ լուծելն է։ Ասում եմ, Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հանդիպելու է Աստծու հետ, հա, ճակերտավոր։ Մեր խնդիրը այդ process-ը արագացնելն է։ Եվ այսպես։ Եթե հիշում եք վերջինս նկարահանումների ժամանակ սրանք ներկայացնում են որպես մի մեծ հաջողություն այդ նկարահանումները, հա,
մենք ասենք, որ կարող է դա ձեր համար տեխնիկապես մեծ հաջողությունն է, որ դուք կարողացել եք ննջարաններ, բաղնիքներ մտնել, նայեք ով ոնց է լողանում, ով իր ննջասենյակում ինչով է զբաղված, ձեր սեռական խեղված ֆանտազիաները բավարարելու համար, բայց դա քրեական գործ է։ Դրանում մեղավոր եք դուք, ում որ նկարել եք, ինչ էլ անի, դա մեղավոր չի, դուք եք հանցագործը։ Եվ կարծես թե այս սկսեց թարս աշխատել, հիմա չեմ կարողանում ասեմ, որ դա հանցագործություն չի, որտեղ դա հանցագործություն է։ Դրա մասին խոսում են ազգային ժողովում եւ Նիկոլ Փաշինյանի գործերի պատասխանատու Արայք Հարությունյանը ստիպված է ընդունել, որ դա հանցագործություն է, բայց իրենք դա չեն օգտագործելու։ Ինչ ասում, միանշանակ դատապարտում է եւ հրապարակում է եւ տարածում է Արայք Հարությունյանն ասում։ Ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայությունը համապատասխան քայլեր իր լիազորությունների շրջանակում անում է, կարծում եմ։ Պարզելու թե ինչպես է դա տեղի ունեցել։ Միշտեղ Արսենիկ Մինասյանն ասում է, ով է դա անում, եթե ոչ ԱԱՑ-ն։ Այսինքն եթե դա անում է, բայց դա ԱԱՑ-ն չի, ուրեմն ԱԱՑ-ն իր տեղում չի։ Այսինքն երկու բանակայում են ԱԱՑ-ն հանցագործ է։ Իսկ ես ավելի քան վստահ եմ, որ հենց դա իրաց գործն է, իրաց ձեռքի գործն է։ Բայց հասկանալով, որ դա չեն կարողանալու դրոշակի տեղ, հիշում եք մեզ ինչերով էին սպառնում, դեռ ինչեր ենք հələ ցույց տալու ձեզ, դեռ ինչեր դեռ գիտեիք ձեր մասին, հիմա ստիպված են ընդունել, որ խիարը թարս մուծեց, բուսնեց, ինչպես նույն պատարակը, մենք դրա մասին ենք խոսալու։ Սրանք ինչ անում են, հակառակ էֆեկտն է տալիս, լրիվ հակառակին է ծառայում։ Հարձակում եկեղեցու վրա, եկեղեցու դերի բարձրացում, ռեյտինգի բարձրացում, պատարակ մարդկանց հոսք դեպի ֆեյք պատարակ մարդկանց հոսք դեպի իրական պատարակ, շանտաժի համար նկարումներ, հետո մեկ էլ հասկանում են, որ հանցագործություն են արել, բայց այս ամեն ինչը փաստ է, բնում է փաստ։ Հիմա պետք է խոստովանեն ԱԱԾ-ն է հանցագործ, թե ԱԱԾ-ն է հանցագործ։ Այսինքն հանցագործը որ նկարել է, թե հանցագործը որ իր տեղում չի։ Էդ էլ թող իրանք բարձր, ու ամենատակրքին ինչը, որ վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը անդես չի դիտել այդ տեսանյութը, երդվում է, հոր արև, բերել դնել են իր մոտ, ինքը չի նայել, չի նայել, բայց վերնագրերը տեսնելուց ենթադրում է, որ Արշակ Խաչատրյանը դիմաց կլինի իրավապահներին, այսինքն իրանք սպասում են, որ Արշակ Խաչատրյանը պետք է դիմաց լինի իրավապահներին, միջդեռ ռադիոյով որ մի բան հնչում, առաջին իրանք ինչ ասում են, հիմնվելով, այնտեղ էլ մի հատ բան իրազեկ քաղաքացի ունեն, չէ, հիմնվելով տարածված նյութին, եկավ հաղորդագրություն, իրազեկ քաղաքացին ճպացրեց այնտեղ, գնացեք քրեական գործը կազմեք, ստեղ քրեական հանցագործությունը կա, հանցագործությունը կա, դիմող չկա հանցագործության համար, իրանք հույս ունեն, որ Արշակն է դրա համար դիմելու։ Ես իհարկե Արսենիկ Միրասյանի հիմա էլի կանադառնամ, բայց ուսում եմ Սերժ Սարգսյանի ցիտեմ նոր էլի։ Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենտի մեր տեխնացում, սա ասում է Սերժ Սարգսյանը։ Թարգմանեմ Սերժի հայրենից հայրեն, որ իմպիչմենտ թատրոնը ուժի մեջ է եւ իմպիչմենտի իրաց տեխնացում Դավիթ Համբարձումյանը։ Ասել է թե տեխնացու չունեն։ Ասել է թե իրենց իմպիչմենտի տեխնացուն հանցագործ է, որը դեռ 2018 թվականից պետք է կանոնավորված լինեն եւ դատապարտված լինեն ցուցարարների վրա ուժ գործադրելու համար։ Սա Նիկոլ Փաշինյանի կարած հանցագործությունը չի, Սերժիկ։ Սա իրական հանցագործություն է, ես տեսել եմ, նույնիսկ գիտեմ ում վրա են հարձակվել, Վարուժան Ավետիսյանի տղաները դեռ ում վրա որ հարձակվել են, ես շատ լավ հիշում եմ այդ ամեն ինչ։ Դավիթը։ Ամեն դեպքում փաստորեն Սերժ Սարգսյանը հայտնում է, որ իրենց տեխնացուն հանցագործ, ռեալ հանցագործ Դավիթ Համբարձումյանն ու դրանով են Նիկոլին իմպիչմենտ անելու։ Այսինքն իրանք իմպիչմենտ չեն անելու։ Մյուս կողմից իրանք չեն դնելու մանդատները։ Հիմա Արսենիկ Մինասյան եւ Սերժիկ Սարգսյան եւ բոլորը, ովքեր խորհրդարանում են։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ գիտենք։ Շատ լավ գիտենք, որ դու գնալու եք ամենա հնարավոր Նիկոլին նպաստ քայլերով, այսինքն դուք պատկերացնում եք հասարակ ընտրողի, որ բերում են առաջարկեն Դավիթ Համբարձումյան, թե Նիկոլ Փաշինյան։ Այսինքն դու ասում են դու ընտրություն չունես։ Չունես դու ընտրություն, էս է քո ընտրությունը։ Ուզում ես իմպիչմենտ։ Էս Դավիթն է։ Հանցագործ Դավիթն է։
ուրիշ ընտրություն դու չունես, ասել է թե impeachment չի լինելու։ Ուսանով ասում են, որ մանդատներն էլ վայ չեն դնելու, որտեղ մենք process ենք իրականացնելու impeachment-ի։ Արսենիկ Մինասյան եւ Սերժ Սարգսյան եւ բոլորդ ովքեր գտնվում եք ազգային ժողովում։ Ես չգիտեմ ձերս հիմար թատրոն ես, էժան, դիշովի կներեք բարիս համար։ Քանի հոգու վրա է տպավորություն թողում, բայց իմ աչքին դուք շատ ողորմելի եք։ Չեմ ուզում ուրիշ բառ ասել։ Արդեն ասեցի էլի ռուսերեն բառը։ Շատ ողորմելի եք իմ աչքին։ Ու վստահ եղեք շատ մարդկանց աչքին։ Որտեւ այն ինչ որ դուք անում եք, չլսված, չտեսնված աստիճանի կապիտությունը ամենակարևորը վիրավորականը ցանկացած մարդու ինտելեկտի համար, ով մի քիչ ուղիղ ու արժանապատվություն ունի, որ շատ լավ հասկանում է դուք ինչ եք անում։ Ես դեռ էլեկտրիկ Երևանի ժամանակվանից եմ հիշում, երբ որ հոսանքի գնել ուզում էին թանկացնեի, ես սկզբից եմ գալիս, էլի։ Դեմ ենք, մեզ նամարը ջարդեցին, հիմնավորում էին անով, որ պետությունը մեղավոր չի, հանրային կարգավորման հանձնաժողովները այդքան մեղավոր չի, որտեղ սեփականատերը ուռճացած թվերը գրել, ու իրանք չեն կարողանում սեփականատիրոջ բիզնեսն է, իրանք իրավունք չունեն մտնելու դեղ եւ չփոխելու գինը։ Հիշեցնեմ ձեզ, որ 30 դրամ էր գինը, ու դարձավ 46-47 դրամ մի անգամից։ Էլեկտրիկ Երևանը 2013-14 թիվներ չեմ հիշում։ Այդ կողմերն էր։ Հենց դրա մասին էր, էլի։ Մի խոսքով, որ սեփականատերն է մեղավոր, պետությունը կապ չունի։ Եվ ինչ անի խեղճ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը, հիշում եք, հանցագործ հանրային կարգավորումները կարգավորող հանձնաժողովներ, Ռոբերտ Նազարյանն ժամանակ։ Հիմա եկավ հեղափոխությունը, եկավ հեղափոխական մի տղա, Մեսրոպ Մեսրոպյան անունով, որին անձամբ ճանաչում եմ, հրազդանցի, ասել է թե հրազդանցի բառի բուն իմաստով Սասունի, ընկեր, ասվեց մի Սասուն էլ ինքն է, բայց այն ժամանակ հեղափոխական տղա էր։ Մեսրոպ Մեսրոպյան լսի, դու լսի, որտեվ Սարա Սարին չի հանդիպում, բայց մարդը մարդում հանդիպում է, ոչ մի բան չենք մոռացել, ոչ մի բան չենք ներում, ոնց ուզում ալի մենք դից աչք-աչքի գտնելի ամեն։ Եվ այսպես, հիմա ինչ ասում, հեցի իրական սեփականատերը, ասում է, հնարավոր է իջացնել սակագինը եւ մենք դիմել ենք իջացնելու։ Եվ հրաշք, հիմա էլ պետությունը չի թողում իջացնել։ Դիմել են, որ իջացնեն ու վաղուց միջև Սամվել Կարապետյանի փաստորեն կալանավորներն են սերը։ Իրանք չեն իջացնում, ընդ որում խոսքը ոչ թե 10 դրամ, 20 դրամ իջացնելու մասին է, այլ 0.1 կամ 0.2 դրամի մասին է։ Իդեպ ես ձեզ ասեմ, ով չգիտի, Հայաստանում արտադրվող հոսանքը աշխարհում ամենաէժաններից է, որովհետև ոչ միայն ատոմակայանն է էժան հոսանք վաճառում հեցին, որը թանկ գնով վաճառում է սպառողներին, այլ Հայաստանում են գտնվում բազմաթիվ ցամաքած գետեր, այդ բոլոր գետերը ցամաքացրել են, ինչպես Արցախում են ցամաքացրել, ինչպես Հայաստանում, ցամաքացրել են, այդ անապատ են սարքել այդ տարածքները, մենակ մի բանի համար, որ մի քանի օլիգարխներ կամ մի քանի տասնյակ օլիգարխներ բնության հաշվին են բոլորի հաշվին, բնությունը չորացնելու ավիրելու հաշվին, ձկնապաշարները վերացնելու հաշվին, ստորջրյա ջրերի քանակությունը պակասացնելու հաշվին, մի խոսքով հոսանք արտադրեն, որ այդ հոսանքը վաճառել հեցին։ Շատ էժան է։ Շատ։ Ես հիշում եմ այդ հաշվարկները մոտավորապես մի 10 տարի առաջ էր, նրանք մոտավորապես կախվում էին 5-6 դրամի կարգի։ Թող հիմա հաշվարկեն, թող ասեն լավ, հիմա 5-6 դրամ չի 10-ը։ Բայց process, որի վրա ոչ մի կոպեկ չի ծախսում։ Գետ ջուրը գալի մտնում են կողմից դուրս է գալի, ընդ որում մեր ջուրը։ Մեր բոլորի բնության ջուրը։ Ու հեծա վաճառումը դա 46 դրամ, 46 քանիսա։ Ու հիմա կռիվը գնում է սրանք նոր սեփականատերերը, ասել է թե հանցագործ Փաշինյան Նիկոլի հանցագործ պետությունը չի ուզում գոնե 0.1 կամ 2 դրամ իջացնի։ Այն էլ ձմռանդ է, որ շատ մարդկանց համար դա էական նշանակություն ունի։ Ինչի, որտեղ ամենաշատ սպառումը էլեկտրաէներգիայի հիմա է ձմեռնա լինելու եւ իրանք նույնիսկ մի քանի դրամը չեն ուզում իրենցից կտրել։ Մի բան, որ իրենցն էլ չի, ոչ մի ծախս չեն արել։ Մի բան, որի համար դեռ պատասխան են տալու, որտեղ արբիտրաժը միջազգային ասել է դուք հանցագործություն եք իրականացնում, դուք մտել եք մարդու սեփականությունը ձեռքից խլում եք։
Ընդ որում հեծիսեփական արտերները նորից են մտնում դատարան, նորից են դիմում հանրային այդ կարգավորող հանձնաժողովին, որ էժանացնեն փոշանքի գինը։ Հիմա բառից բուն իմաստով Սասունի ընկեր Մեսրոպ Մեսրոպյանը պետքա պատասխանի, թե ինչու չի ուզում էժանացնի դա։ Երբ հիշում եք այդ սրբազան գնաքերուտ կնգան դոմփի ինձ այդ իշխողությունից հայտնի ախտարակությունը, դե կա չէ, դե հայտնի հանձնաժողով կա կոռուպցիայի կանխարգելման, որը նախագահել ունի Փաստոր Մարիամ Գալստյան։ Հիմա ինքը մեզ բացատրում է, թե ինչու չի կարող ինքը այս առումով process հարուցի։ Ես կարդացի, իհարկե մտքի արտաթորան լրիվ, իսկ վերջի բանը ինձ ամենաշատը ցնցեց, ուզում դա ձեր համար կարդամ։ Անդրադառնալով քրեական վարույթ նախաձեռնելու հարցին, նա ասաց, որ քրեական վարույթը հանցակազմի առկայության պայմաններում է նախաձեռնում։ Եթե այդ հրապարակումներում լիներ քրեական վարույթ, անկախ մեր վարույթից, քրեականը պիտի զուգահեռ նախաձեռնվեր, մենք մերը կասեցնեինք, քրեական արդեն ուժի մեջ պետքա լիներ, բայց այս դեպքում մենք տարեկան հարցումներով բազմիցս ներկայացրել ենք, որ քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցներ արդյունավետ չեն, հասկացաք, արդյունավետ չեն, որ քրեական վարույթ ես նախաձեռնում։ Իրանք մոնիտորինգ են արել եւ հասկացել են, որ պաշտոնյաների վրա քրեական վարույթ հարուցելը իրենց գործերի խոսքերի համար արդյունավետ չեն։ Պատկերացնում եք։ Եվ գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է, ոչ մի քրեական չկա։ Մենք նաև քննարկել ենք մեր միջազգային գործընկերների հետ, թե որը ճիշտ կլինի, որ լուծումը ճիշտ կլինի միջազգային գործընկերների հետ քննարկել պատկերացնում եք։ Գործեցի տեղը։ Որովհետև օրինակ նախարարների վարչապետների դեպքում կարգապահական պատասխանատվությունը կարծում եք ճիշտ չի լինի։ Հասկացաք, քրեական պատասխանատվությունը ճիշտ չի։ Վարչական պատասխանատվությունը ճիշտ չի։ Խոսքով, ինչ ուզում եք արեք, պատասխանատվություն չկա։ Հասկացաք ինչ է նշանակում Փաշինյան Նիկոլի Հայաստան։ Բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել։ Իրանք արդեն ի սկզբանե որոշել են, որ քրեական պատասխանատվությունը ճիշտ չի լինի, սխալ կլինի պաշտոնյաների դեպքում, վարչականը սխալ կլինի, բայց արեք մտածենք, տեսնենք ինչ պայմաններ, ինչ տարբերակներ կան։ Բանը պատի թերթ չունեք ազգային ժողովում։ Հիշում եք դպրոցներում պատի թերթ կար։ Գնեք կպցրեք այնտեղ։ Գովեք, մարդիկ այդքան գործ են արել։ Հորինել են այդ ամեն ինչը, հա, մտքի իրաց թվացել է լուրջ հումոր են անում։ Գովեք։ Եթե վարչական քրեական պատասխանատվություն չկա, դրեք պատի թերթի վրա ձեր գովեք կամ ձեր մեդիաներով։ Ոսը շարունակվում է։ Ավանկանում անդադը ձեր չվերցած կալանավորում են Վարդա Ղուկասյանի Սուսակի հաջորդ համարին ու նրա եղբորը։ Գյումրիում սա։ Այսօր։ Ես նորից եմ ասում։ Ընկերներ ջան, ասկեն ընկերներ չէ, ընդհանրապես հայրենակիցներ չան։ Սրանք հասկանում են բան։ Մեկը իրանք հանցագործ են։ Մեկը հոդվածը շատ ծանր է։ Ինչ տարբեր այս մանր մուտր հանցագործությունները իրաց վրա լինելու է թե չի։ Իրանք ամենամեծն են կատարում, հա, ամենամեծը սերիական մարդասպանություն։ Իրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնել։ Բացարձակապես որտեղ որ համայնքում մի հատ ոչ ԿՊ-ական տեխնացու կամ ղեկավար կա, իրանք ամեն ինչ անելու են, որ ձերբակալեն։ Օրենքով նախատեսված չի, քրեական գործ կա, չկա։ Բոլորի նման, բոլորը Դավիթ Համբարձումյանի նման պարտադիր չի հանցագործ լինեն, հա, որ ասենք 7 տարի, 7.5 տարի սպասի, չաղացնի, թողի, հա, այսօրվա համար։ Բարձ է, չէ, որ եթե քրեական գործը հարուցված է 7.5 տարի առաջվա դեպքերի վրա, նշանակում է իրենք հանցագործ ձևով 7.5 տարի այս մարդուն այդ հոդվածը գրավը փաստորեն չեն դատապարտել, արդարադատություն չի իրականացվել։ Եվ թքած ունենան ժամկետների վրա, օրենքների վրա,
նույնիսկ եմ ասում իրենց վրա ամենաբարձր արդեն հոդվածները կա երկրի դավաճանություն, մարդասպանություն, ասկն դա չգիտեմ ոնց է ձևակերպելու իմ համար էական նշանակություններ չունի, սա հանցավոր անփութություն է, որ բանա բերել է իր հետ, հա, մահեր, մի խոսքով, թող իրավաբանները ձևակերպեն։ Ես գիտեմ ինչ են արել, որի համար շատ ծանր պետք է վճարել, շատ ծանր։ Ես ուզում եմ մի հատված ցույց տալ այստեղ։ Մենք ուտելու ենք Ադրբեջանով անցած ծորենը, սնունդը, լուրջ, արցախցիները երբ որ չէին ընդունում 2023 թվականին ինչու չէին ընդունում, այդքան սկզբունքային էին, ոչ միայն, իրենք գիտեն, որ չի կարելի այդ ձվերը, այդ հացը, այդ ծորենը, բրինձը բերել տուն, որտեվ դա ինչպես 1988 թվականին, 89 թվականին, երբ որ երկրաշարժից հետո ամեն ինչը թունավորվում էր, փչացվում էր։ Ես ուզում եմ քանի չի վերջացել Խզմալյան Տիգրանին հարցնեմ, որ 23 թիվը հիշեցի Խզմալյան Տիգրան, այդ ժամանակ ինչ էին անում դու։ Նիկոլի կողքն էիր, չէ։ Ինչով էի զբաղված դու չեմ։ Լավ, գնանք առաջ, ես հիշաչար չեմ, ուղղակի հիշացնում եմ եւ շատ լավ հիշողություն եմ։ Բարությամբ էլ առանձնապես չեմ փայլում։ Պահվում էր Սառնարյանները անջատած հետո էր ուղարկվում Հայաստան, սովետական հզորագույն միության օրոք։ Ով է ձեզ ասել, որ հիմա դա չի արվի, կամ որևէ վարակ չի լինի, մենք այդ լաբորատորիաները ունենք, թե մենք ուղղակի հավատում ենք Մեհրիբան Փաշաևայի գեղեցիկ աչքերին, հա? Ես պատրաստ չեմ իմ երեխաներին ու թոռներին կերակրել այդ ծորենով։ Իհարկե Նոյան Տապանի Գայանը պետք է անպայման պաշտպանի իմ ջերոց։ Այդ Լոս Անջելեսում ով կա, որ տալիքներին փող է տալիս։ Դուք հովանավորում եք թշնամու խոսափողը։ Բառացի, թշնամու, ոնց որ դուք Նիկոլ Փաշինյան հովանավորեք։ Եթե շատ եք ուզում, շարունակեք, ուղղակի ես ձեզ ասում դուք ինչ եք անում, էլի։ Սա ուղղակի ուզում եմ, որ Խզմալյան Տիգրանի բերանով հնչի։ Ես շատ եմ ասել, որ այն չհայերը, որոնք ուրախանում են եւ փաստ են բերում որպես գործ, արված գործ, լավ իմաստով, որ Ադրբեջանի տարածքով ծորեն ա գալու իբր, հա, որ նա կատարյալ ապուշներ են, ապուշ չեն, սդիկա, հանցագործ, որ որևէ կերպ դա չի կարող ներկայացնել որպես արած գործ, լավ իմաստով, որովհետեւ ավելի վատ եթե ներկայացնել, դա բենզին չի, որ բենզինը չկարողանա եսին ինչ խառնել, բենզինը կգա թե չի գա, գլորին գա, ծորեն։ Ուզում ես վիդեո նայենք իր այդ։ Ես բորա բռնում հաթաթ ուտում է, սա բանն է, իշխանությունն է։ Հաթաթ, ընկելա մեջտեղը, հաթաթ ուտում է։ Միջև որ մեղուները չեն ջրանանում։ Եվ չեմ բզկտում բորին։ Սա բնությունն է։ Իսկ կենդանիների մեջ մեղուները թերևս ամենահինն ու ամենակատարյալն են։ Երևի ամենակատարյալն են, դրա համար են իրենք ամենահինը։ Եթե այսքան կատարյալ չլինեն իրենց համակարգը, իրանք այսքան չէին իմանա բնության փոփոխությունների, եղանակների փոփոխությունների չէին կարողանա այսքան ադապտացվել, եւ փրկվել, ապրել։ Հիմա սա մարդկանց էլ վերաբերում։ Եթե մենք ունակ չենք, պարզ գործողություն եւ եզրակացությունների, նշանակում է մենք մեղուի չափել չկանք։ Չնայած մեղուն ապրում է զուտ ինչ ֆիզիկական հատկությունների, մենք որպես մարդ օժտված ենք նաեւ բանականությամբ։ Եթե պարզ ես մեխանիզմը, եթե դու թողում ես քեզ առանձին ուտում, տեսնում ես ուտում են, քո փրկությունը սես միանալ ու քո քեզ օգուտում է իրեն բսկտելն է։ Պարզ, իրաց ոչ մեկ չի կազմակերպում, որ ասել մի հատ առաջնորդուրա բան։ Արագ մեկը ոտքից բռնես, մեկը մյուս ոտքից բռնես, մնացածն էլ իրականացեցին են ինչ որ բնություն սպասում է իրենց, որովհետև սա նշանակում է իրենք մտահոգված են իրենց ապագա սերունդների մասին։ Իրաց մեջ աշխատում է առնվազն ֆիզիկական
բնազդ է, ինքնապաշտպանության բնազդ է։ Սա մարդու բանակայում ինչի պետքա չաշխատի։ Ես այս հարցը չեմ կարողանում պատասխանել։ Հա, ինչի է ինչ որ մեկ իրական մեջ նստած, մտածում է որ ինքնապաշտպանական բնազդը ուրիշի մոտ պետք է աշխատի։ Ես հարցեր եմ ստանում, որ ուզում եմ մի բանով խփեմ գլխից, որ այս հարցը չկարդամ ուղղակի էլի։ Որովհետև ես իմ ասածն է, մարդը իր տան մեջ նստած մտածում է որ իր ինքնապաշտպանական բնազդը ուրիշտեղ պետք է աշխատի։ Եվ իր պաշտպանությունը դա իր գործը չի։ Ես հասկանում եմ, որ քո գործը ուրիշը անում է շատ ավելի հեշտ է։ Բայց այն ուրիշները սպասում են նույն ձևի ձեզ։ Ասում են, ու մենք ընկնում ենք մի հատ փակ շրջանակի մեջ, հետո այս վիճակում է ծնվում են ապստամբներ, որ ամեն ինչ վերցնում են իրենց վրա, գնում են, իրենց գործը անում են, հաջողվում է, ստանում դառնում են հերոսներ։ Չի հաջողվում, դառնում են տերորիստներ ու մոռացվում են։ Իսկապես, սա պարզ մեխանիզմ է։ Ցանկացած մարդ, երբ առաջարկի փրկիչ, առաջնորդ գտնել, բողոքել իր կյանքից, ուրեմն դες պարզ բանաձևը նայել, հեսա մրջուն բաներ, մեղումներն են։ Ու մենք համարվում ենք ավելի բարձր կարգի կենթանի բանի մեջ, բնության մեջ, որտեղ մենք բանականությունն ենք կարողանում ենք խոսել։ Մինչդեռ պարզվում է, մենք ամենատարական բաներին ունակ չենք։ Օրինակ, մեղուները չեն կարող այս մասի հետ խոսել, իրենք իրականացրեցին բաներ կա, որ չի խոսում, ուղղակի իրականացում են, որովհետև պարզ բան է, եկել են քեզ ուտելու ու տեսար, չէ՞ որ ուտում են։ 1, 2 նշանակում է, եթե սես սպասեք, բոլորին է ուտելու։ Հիմա տենց եղել է այդ այս տրամաբանությունով աշխատել են բոլոր դիկտատորները Հայաստանում։ Լևոնից մինչև այսօր Նիկոլ Փաշինյան։ Բոլորը նույն տրամաբանությամբ են աշխատել։ Ես ուրիշ, չգիտեմ, ինչ օրինակ բերեմ սրա համար։ Ես երեք ձեզ ցույց տվեցի այս մի բանը, հա, տեսանյութը, որտեղ մեզ սպառնում է, որ ավելի մեծ բացահայտումներ են լինելու, տա Աստված վարչապետը, հա, թույլ չտա դրանց ոտքի կանգնելու։ Այս բացահայտումները այդ ձայնագրություններին է վերաբերում։ Այս պարզվեց, որ Ժիրայր անունով ոչ չլրագրողը, հա, որ ոչ միայն սեռ ու հայրենիք չունի, բազմասեռ անհայրենիքը, նաև մոլորեցնում է մարդկանց, ինքը ում խոսեցնում է, ներկայացրեց որպես քահանա։ Մինչդեռ Սաքոն, որյան իրական Սարգիսը, ինքը վաղուց կարգալույց արված։ Ես այս մասին իմացա, երբ որ տարածեց այս հաղորդումը, գրեց այս հաղորդումը մասին ու սկսեցի ինձ ուղարկել, որ ինքը Բելգիայից է վռնդված, մի խոսքով փողասեր, ճակերտավոր բիզնեսմեն, հիմա գրավել է Վարմայի եկեղեցին, ունդեղ աշխատում է։ Ինքը վաղուց փաստորեն կարգալույց արված։ Փաստորեն ոչ միայն Նիկոլն է fake, Նիկոլի մեդիաներն են fake, որ կարգալույց արվածին ներկայացնում են Տեր Արամեն ինչը, էական չի։ Հիմա ես հարց եմ տալու, եթե դուք չեք ընդունում կաթողիկոսին, դուք ինչի ձեր անունը չեք վերցնում ձեր վրա։ Դուք ոնց կարաք իրան չընդունեք, բայց իր օծումը եւ նոր անունը ձեր վրա շարունակեք կրել։ Հա? Դա Արամին է վերաբերվում, Ստյոպիկին, դա է Սաքուլիկին է վերաբերվում։ Ես այս տրամաբանությունը չեմ հասկանում։ Լավ, ես կարող եմ հասկանալ, որ դուք չեք ընդունում մեկի իշխանությունը։ Հա, լավ։ Մեծացել եք, խելոքացել եք, ասենք։ Այն ժամանակ ընդունում եք, հիմա չեք ընդունում։ Բա ոչ չեք ընդունում։ Դուք իր օծումը, իր տված անունը ո՞նց եք շարունակում կրել ձեր վրա։ Հա? Սա ինձ թվում է անառակություն է։ Ոչ միայն դա է անառակություն։ Այս է ձեզ ցույց Չենք պատրաստում եկեղեցուց դուրս գալ։ Մեր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցու մեջ լինելը։ Մայրաթորի կողմից կարգալույց արված նախկին քահանան ոստիկանների մշտական պաշտպանության ներքո շարունակում է տնօրինել Հովանավանքի եկեղեցական կյանքը։ Ոստիկանների սա անառակություն է, թե անառակություն չի։ Իր ամբողջ կյանքի նպատակը եղել է եկեղեցում լինելը։ Եկեղեցին դա մի կառույց է,
որտեղ դու կամավոր, երթուն տալով, դու էլ անունը շարունակում ես քո վրա կրել։ Երթուն տալով դու մտել ես։ Це քո երազանքն է եկեղեցի ունենալը, Հայաստանում գիտեք քանի եկեղեցի կա։ Հայաստանում կա 17 եկեղեցի։ Ոչ միայն հայրաքելական եկեղեցիներ, 17 գործող այլ եկեղեցիներ կա։ Գնացեք ձեր համար եկեղեցիները ստեղծեք էլի։ Այս անարակություն չի։ Միլիցեքով ոստիկաններով ով է եկեղեցի պահում, ու ինչքան պետք է պահել։ Որտեղ որ ժողովուրդն է եւ որտեղ որ ժողովուրդը ունի իր ձայնը ասելու այդ հնարավորությունը եւ իրավունքը եւ հնարավոր հակառակ կողմից նաեւ ճնշում են, հա, ժողովրդի այդ ցանկություններին։ Ժողովուրդը ճնշում են։ Իրանք եկել մտել են, բան, հələ ստեղ նայեք։ Սա անարակ չի։ Սա որտեղ ժողովուրդ կա, հələ ժողովուրդները ճնշում են, էս ով է ճնշում։ Էս դուք չէ։ Ո՞րն է ժողովուրդը, այդտեղ հավաքված ոստիկանները։ Հիմա հարց եմ տալիս, սա անարակ չի իր աջակիցներով։ Ու ավելի մեծ անարակություն ոստիկանությունը ուղղակի պարտավոր է լինել, որպեսզի բախումներ չլինեն։ Բախումներ միջադեպեր այսօր չեղան, անցկացվեց մի պսակադրություն նաև։ Որ բախումներ չլինեն, ոստիկանները պետք է լինեն։ Իսկ այսքան ժամանակ աշխատում եք, քանի անգամ եք տեսել, որ պատարակները հսկեն ոստիկաններով։ Որ ոստիկանները պետք է որ բախումներ չունեն։ Էսի բախում չէ՞։ Որոշ ձևով հասկացանք։ Շատ լավ։ Բառերի իմաստը։ Որ առաքելական եկեղեցին իրեն կարգալույց է հրճակել, այսինքն ասում են, որ նա այլևս քահանա չէ։ Ով է Տեր Արամին Այս մարդիկ ամեն բան լավ գիտեն եւ իմանալուց հետո նորից իրենց ցանկությունն է, որ այդ արարողությունը ես վարեմ։ Ինչու՞, քանի որ այս մարդիկ նաեւ պատճառաբանում են, որ եկեղեցում ճանաչում են այնպիսի մարդկանց, ովքեր առհասարակ իրավունք ունեն եկեղեցում լինելու, իսկ այս մարդիկ հանձնապես ինձ ճանաչում են, գիտեն իմ սիրտը, գիտեն իմ հոգևոր ծառայությունը, թե ինչպես եմ ծառայել իմ ժողովրդին կամ իրենց, եւ այս մարդիկ համաձայն են ու համաձայն չեն նաեւ իմ կարգալուծության հետ։ Նախկին քահանան շարունակում է պնդել, չի պատրաստվում լքել խորանը, շարունակելու է Աստծուն ծառայել այստեղ, որքան ստացվի։ Հերկում է, թե փոխել է եկեղեցու դրան կողպեքը, բայց հավելում փոխել է Մայրաթորի տրամադրած բնակարանի կողպեքը։ Վերապարի տված բնակարանի կողպեքն էլ են փոխել իդեպ։ Սա անարակ չի։ Եթե վերապարը կոման ոչ մեկը, ստյոպիկ։ Վերապարի տված բնակարանը դու ոնց ես վերցնում ու կողպեքներ փոխում։ Ես կարող եմ ցանկացած կարծիք ընդունել։ Բայց իմ համար ամեն ինչի տակը պետք է բարոյական բան լինի։ Դու կարող ես չընդունել մեկին, այդ դեպքում հրաժարվի այն ինչ որ ես ասել ես։ Խսի կապեր հետ։ Բնակարաններ հետ դու։ Բնակարանը պահում ես, նույն ձևի երաշտական աշխարհում, գիտեք ինչքան մարդ է Սերժ Սարգսյանից բնակարան ստացել։ Ու ոչ տեսա մի գիշերվա մեջ այդ բանը, գույնի փոփոխությունը ու շարունակում են բնակարանում ապրել։ Մի անգամից Փաշինյան Նիկոլ Գովալա։ Ես ես մտածում եմ լավ, ասենք գիտենք հասարակ մարդիկ են անբարոյական կարող լինեն, երևի դա իրենց համար նորմալ է։ Փաստորեն նույնը ստեղ կարող է լինել։ Ինչի չեն կարող լինել։ Հələ խոսում են բարոյականությունից, հələ տեսեք ովքեր են իրենց անվտանգությունը, ՔՊ-ականներին բերես արկել են իրենց հոգևոր ծառայ, հəլստեն է։ Դեպին են սարքել։ Խնդրեմ։ Ու ես թվում է այս աշխարհքով մենք ոչ իմանի մասին չենք իմանալու։ Ով էր քաղաքացիական հագուստով մտել խորան, ով է դպիրի հագուստով մտել խորան։ Չէ՞ տղեկ, դուք ոչ թե դուք ապստամբեք վատի դեմ, դուք ուղղակի անբարոյական եք։ Ինչպես է Արմենը, հա։ Դուք ուղղակի կատա, ինչպես է կողքինը, դուք բոլորդ անբարոյական եք։ Գարեգինը կապ չունի, Գարեգինը ձեզանից բարոյական է։ Իմ աչքի Գարեգինը ձեզանից բարոյական է, որովհետև դուք չեք կարող Գարեգինի թերությունների դեմ, որ ասում եք ինք աղջիկ ունի, դու լավ չի։ Ինքը աղջիկ ունի, դուք անբարոյական եք։ Ես չգիտեմ դուք ինչ ունեք, բայց դուք ձեր գործողությունների մեջ, հա, դու ոնց կարող ես մեկի դեմ պայքարել, որ ինքը աղջիկ ունի, եւ դու անբարոյական մեթոդներով ես պայքարում։ Դուք դեռ պարտված եք, դուք պարտված եք։
Այն հանգամանքը, որ դուք հիմա ստիպված էլի այդ մուսրա ящикները պետքա բերեք կանգնացնեք երթբանի եկեղեցու կողքերը, հա, որ դուք ձեր համար ջան ասեք, հա, Նիկոլինեն հանեք, հավասարեցնեք սուրբ հոգում, խնդալու եք դուք ուղղակի։ Անեք, եթե դա ձեզ հաղթանակի բան է տալիս, բայց ինձ թվում է դուք ուրիշ բան եք ուզում, ուրիշ բան ստացվեց։ Ինչպես էս նկարահանումները դուք ուրիշ բան եք ուզում, հետո պարզվեց, որ մենք հասկացանք, որ դուք հանցագործություն եք։ Հասկանում եք, որ դուք բոլոր ինչի ձեռ եք տալիս, քանդվում է։ Որովհետև դուք ձեր ձեռները սխալ տեղերից աճում։ Ուղղակի սխալ տեղերից աճում։ Որտեղ դուք սատանուց եք, դուք նեղից եք, դուք չեք կարող կառուցել ոչինչ։ Այս ամեն ինչը դա է։ Իսկ հետևանքներն են լինելու աստղը։ Դուք սպասենք տեսնենք։ Ոչ մեկ թող չկասկածի այդ հետևանքների վրա։ Վաղաշաբաթում ընտրություններից առաջ բարեգործություն կատարելու տակ բան է բաժանում։ Նվերներ կաշառք կոռուպցիա։ Սրա դեմ անիմաստա չէ պատմեմ, թե Նիկոլ Փաշինյանը ինչքան էր ղժղժում։ Ես ասեմ ոնց եմ նայում սրան։ Հիմա ասում են վաղաշաբաթցիներին, քպեականներն ասում են, արի ես քեզ այսօր պայմանականորեն եմ ասում, X գումար կամ X գումարի չափ նվեր տամ, դու դրա դիմաց վաճառի կյանքդ։ Դեռ հոգիդ չեմ ասում, հələ։ Հոգի բոլուններին այդ գործարքի չէին գնա։ Ես ֆիզիկական մասով եմ խոսում։ Դու վաճառի կյանքդ, ապագադ, տունդ, երեխի ճակատագիրը, ամեն ինչ։ Ասիկ սա Սերժ Սարգսյանը չի, էլի։ Եթե Սերժ Սարգսյանի ժամանակ ձայն վաճառողը հոգին էր վաճառում, սրանց ձայն վաճառողը իր ապագան է վաճառում։ Ավելի քան Սերժ Սարգսյանի ժամանակ, որտեղ Սերժ Սարգսյանի ժամանակ էգզիստենցիալ հարց իր կուսակցությունը չէր բարձրացրել։ Արարատ պիտի լինի, պիտի չլինի, Արցախը մերնա թե մերը չի, Ջերմուկը մերնա թե մերը չի, հա, մենք իրավունք ունենք ապրելու, թե չունենք, կադաստրի վկայական ունենք, թե չունենք, կաթողիկոսը կաթողիկոսա թե չէ։ Ասում եք, այս խնդիրները ուրիշ հարթության վրա է եղել, դա հեռանկարում է եղել, բայց սովորական ժողովուրդը, որ կաշառք էր վերցնում, մտածում էր ինչ տարբերություն բարգավաճին է վերցնելու, թե սան եմ տանում։ Վերցում գնտում էր, ես այս չեմ արդարացնում, բայց այս էր տրամաբանությունը։ Հիմա այլ տրամաբանություն է։ Սրանք այսքան երեխա տալան սպանեցին, այսքան երեխա վառեցին, սպանեցին, կամ հետո վառեցին։ Այսքան հայրենիք վաճառեցին։ Հələ ասում են, որ սա էլ վերջը չի, հələ թուրքն էլ պետքա գա, նստի կողքը, դու էլ պիտի ընդունես ինա։ Հա, պիտի մասիսին չնայես, երեխու տանունը Արարատ պիտի չլինի, մի խոսքով։ Այդ ամեն ինչ չեմ ներկայացնելու։ Ինչ հետաքրքիր է, քանի հոգի է հասկանում, որ դրանցից ինչ-որ մի բան վերցնելը գինը դա է։ Այսինքն դու փոխանակում ես անում։ Ասում են, սա քեզ, եթե դու վերցնում ես, ուրեմն դիմացնել պետք է տաս այդ ամեն ինչը։ Արժևում ընտրություններ է շաբաթում։ Դեռ երկու հոգի կա, որ կատեգորիկ չի կարելի ընտրել։ Դա մեկը, այն որ նեղանում է, որ ասում են դու հորդ ծախել ես հետևնեն։ Պարոն Մեխակյան, բարև։ Պարոն Մեխակյան, հարցերին այդպես ցանկություննա չեմ պատասխանում։ Դուք շատ անհարգալից եք իմ հանդի նկատմամբ գտնվել եւ անձնական որոշում եմ կայացրել չպատասխան։ Երբ եմ անհարգալից գտնվել եւ ձեզ ինչ գրառում է, ինչ գրառում է, ինչ գրառում եմ արել։ Ինչ մի վարքյան անձնական ինչ գրառում։ Պարոն Մեխակյան, հետ ինչ անձնական գրառում եմ ես արել։ Ձեզ հիշացրել եմ ընդհանրապես, որ ձեր ասում են ձեր հոր վաստակը ուրացող եք։ Դուք եք ձեր հոր վաստակը ուրացող, Անի ջան։ Եվ ձեր հոր ես չեմ ասում, ես ձեզ հիշեցնում եմ։ Վաստակը ուրացող եք, Անի ջան, դուք հրահրիչ լրագրող եք, դուք հրահրիչ եք։ Դուք հրահրիչ եք։ Բա դուք ով եք։ Անի ջան։ Հարգելի հետևորդներ, դուք տեսնում եք Արգիշտի։ Անի ջան, շնորհակալ եմ։ Գիտեմ, թե բոլոր լրագրողները քոնում են այսքան պարզ, անկեղծ, միևնույն ժամանակ եւ սենց հետապնդող լինեին, հետապնդիչ։
Բրավո, ինչ ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է Ալգիշտի Մեխակյանին, Ալգիշտ, քեզ ինչի է թվում, թե մենակ Անին է այդ հարցը տալու։ Այդ հարցը, եթե միկրոֆոնով էլ չեն տալի, բոլորն էլ գիտեն պատասխանը, դրա համար չեն տալի։ Անի լրագրող է, դրա համար այդ հարցը տալի։ Այդ հարցի պատասխանը բոլորն արդեն ունեն։ Ու այդ հարցը քեզ ամբողջ կյանքով հետապնդելու է, որովհետև դու մեկն ես։ Ոչ սեփական որն է ուրացը։ Ինչպես այն մեկը, այն գեղամը սեփական երեխուն է ուրացել։ Ինչպես այն մյուս ԿՊ-ականը ավականուց, որ նախ սեկտայի անդամ էր, հետո էլ Փաշինյանի լուրջաժեկից քրոջ երեխուն էր ուրացել, հա, քրոջ երեխուն սպանել են պատերազմի ժամանակ, ասում է, ով է ծախել, դուք ընդեղ եք եղել բանը։ Բանա Փաշինյան Նիկոլա Ղարաբաղը ծախել։ Այս հանգամանքները, որ չի ջնջվում, ուզում եք դուք ընտրվեք քաղաքապետ, ուզում եք մի ընտրվեք քաղաքապետ, այդ փաստը, որ ձեզ ուղեկցելու է ձեր ամբողջ կենսագրությունով, ամբողջ կյանքով, ամեն մարդու հայացքի մեջ դու պետք է կարդաս էդի Ալգիշտի Մեխակյան, որ ինքը քեզ ասում է դու մեկն ես, դու պիղծ ես, պիղծ, ասենք որ հայրդ սաղ լիներ, ողջ լիներ, հա, հիմա դու երևի շանս կունենայիր մարդ լինելու, բայց դու դառած ԿՊ-ական։ Հասկանում ես, դու ամեն մեկի հայացքի նայելու, որ շուկա դուրս գաս, մեքենա նստես, դու չգիտեմ, փողոցում քայլես, ով նայում է քեզ, աշկերի մեջ դու պետք է կարդաս, որ իրենք գիտեն, որ դու ուրացող ես։ Անին ինչ կապ ունի ստե։ Անին հա ուրացել։ Չէ։ Ես անասունին նայեք, կներեք բարես համար, ուրիշ բաղ չեմ կարող գտնել, ջան, կներեք։ Եթե կենսա թոշակն այսօր բարձրացնենք, վստահ եմ թոշակառուն ավելի վատ կենսամակարդակ կունենա։ Բա հուսա Հայաստանի ֆինանսների նախարարին։ Նայ։ Այո, ճիշտ ասում։ Ճիշտ։ Որտեւ եթե իրանք սենց է մտածում, երևի որ իրանք կենսա թոշակ բարձրացնել, իրենց փողն է պակասելու, եթե իր փողը պակասեց, անենց անտանելի պայմաններ կստեղծեն, որ թոշակառուի վիճակը ավելի ավատանալու։ Ես սենց եմ հասկանում։ Եթե մեկը կարող է ուրիշ ձև բացատրի, խնդրում եմ գրեք սա։ Սա ցանկացած թոշակառու, որ գնա ընտրությունների, դա կլինի, չգիտեմ, Վաղաշապատում, Գյումրիում, սա լինելու է, չէ, էլի Փարաքաղիմա լինելու։ Ցանկացած թոշակառու, որ գնա ընտրությունների, պետք է իմանա մի բան։ Իրանք քո թոշակը չեն բարձրացնում, որ քո վիճակը ավելի չվատանա։ Սրանից ավելի լկտի Սենց բան ասել է մեկ է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ ասին ժողովուրդը փող չունի, ինչով ապրի։ Աշխատավարձ չունի, փող չունի, որ ասեց հարևանից թող պարտքանի ապրի։ Դուք տեսեք լեսի որ թիվն է գալիս։ 30 տարի առաջ է սենց բաները հնչել մեկ է։ Հիշեցեք Լևոն Տեր-Պետրոսյանի, որ մենք ոչ մի բան չենք մոռացել։ Որ իր փաստորեն հետևորդները, իրանից ծնվածները հեսա կանեն։ Ասեց Պակկերը կապրիկարա։ Որ գնաք ընտրելու, ժողովուրդ ջան, հիշեք սա մասին, մի մոռացեք, սա իրականությունն է։ Հիմա գանք սրան։ Եվ այսպես, երևի հիշում եք, ասում գիտեք, տեսնում եք Հայաստանում անտրամաբանական, անծայրածի շինարարությունները։ Երկու նպատակ կա։ Ամեն իր փողն է սարքում ստեղ։ Այս շինարարություն անողները, մասնավորապես Քոչարյան Ռոբերտը, Նիկոլ Փաշինյանի հետ, բանկերի հետ միասին, մի հատ գրանձիոզ պրոյեկտ են մշակել։ Մի քանի տեղերով փող, բնակարան են ծախելու, բնակարան վարկավորող բանկերը քաղաքացիներին են ասում են, մենակ դուք գնեք, քո տոկոսները կտա պետությունը, բյուջեն։ Փաստորեն շինարարը Ռոբերտ Քոչարյան, այն որ բանի հետ կապ չունեն, Նիկոլ Փաշինյանի թշնամին։ Ուրեմն Ռոբերտը շինարարությունն է անում, փողը տեղից է առնում, բանկը այդ գործարքների մեջ իր տոկոսներն է վերցնում պետությունից, ասելա թե ով այնտեղ բնակարան է առնում, դրա տոկոսները տալիս ամբողջ քաղաքացիները, ամբողջ պետությունը դրա տոկոսներն է տալի բանկին։ Պատկերացեցիք։
Եվ մյուսը ամենակարևորը, այն որ չի վաճառվում, որովհետև անտրամաբանական շատ է։ Հիմա ամենակարևորը ցուցքերը կգան կառնեն։ Եվ այսպես նույնիսկ առնելու համար պարտադիր չի որ գան Հայաստան, վարկ ձևակերպեն եւ այլն։ Ամեն ինչ լինելու հեռակա բանա, էլեկտրոնային։ Բանկներ ֆինանսավորելու է։ Ինչ արժի էս բնակարանը, ասես 100,000։ Մոտ միջին գին եմ ասում էլի, կամ մի քիչ էսկով, մի քիչ ինքով։ Ինչքան 1000 բնակարան կա այնտեղ, 1 միլիոն։ Չէ, շատ։ Շատ, 1000 անգամ 100,000, լավ ասենք թող լինի 100 միլիոն։ Հա, 100 միլիոն։ 100 միլիոնով, պաստորեն, 1000 ընտանիք բերել բնակեցնել թույլ սկսել։ Մեծ թիվ է։ 11 միլիարդ դրած Արցախի գրավելու համար։ Հիմա որ 1000 ընտանիք, դիվերսանտ, ագենտ, ինչ ուզում ա լինի, 1000 ընտանիք բերի 100 միլիոնի դիմաց ընդամենը։ Տեղավորի Հայաստանում մեծ ծախսա, սա դիվերսիա է պետականության։ Պետականության դեմ դիվերսիա է։ 100 միլիոն ինչ է։ Այսինքն պատկերացրեք 1 միլիարդով կարելի է 10,000 ընտանիք բերել, հաստատել։ 10,000 ընտանիք թուր, օրինական կան ապրում Հայաստանում։ Տեղից ածը չունենք, սրանք մարդկանց տաներն ու վանաներն են նկարում, որովհետև շանտաժն օգտագործեն։ Սրանք 1000 կամ 10,000 դիվերսանտ ագենտ են բանանելու, հետևելու, հա։ Բացարձակապես չկա Հայաստան այլևս։ Չկա։ Գոյություն չունի։ Էլ չեմ ասում միջև հիմա ինչքան կա։ Չմոռանանք, որ 192,000 հայկական ազնագներ են բռնել Թուրքիայում տպագրած, որ բերում էր Հայաստան։ Այդ մասին քրեական գործ լսել եք, կա թե չկա։ Ածան քրեական գործ հարուցել է, պատվիրատուներին բացահայտել, ովքեր են այդ պատվիրատուները։ Ում անուններով էր այդ ազնագները գալիս։ Ով պետքա դիմավորել, ով պետքա բաժանել։ Քրեական գործ կա։ Սա է Նիկոլի Հայաստանը։ Դրա ցանկացած մեկին ով լոյալ է իշխանությունների նկատմամբ, իմ համար ինքը ուղղակի ինքը մարդասպան է։ Հասկանում է դա, թե չէ, էական չի։ Ինքը քանի որ ես միշտ ասում հայերի մեջ ապուշ չկա, ինքը հասկանում է։ Բայց այսօրվա իր փողը իր համար ավելի կարևոր է։ Ինչով նա մարդասպան չի։ Եթե գիտի, որ ես գործողությունների արդյունքում սպանվել եմ մի ամբողջ ազգ։ Ինչով ինքը մարդասպան չի, ինչով է ինքը Փաշինյան Նիկոլից տարբերում։ Իմ կարծիքով ոչ մի բան։ Ես եվրոպացի պատգամավորներն են ստեղ ասոս վիդեոն հանել են տենում կարան բացենք չէ։ Եվ նախ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ձեր կարծիքով մեր իշխանությունը որևէ քայլ ձեռնարկում է գերիներին ազատ արձակելու համար եւ այս գործողությունները, որոնք հիմա նաեւ ուղղված են եկեղեցու դեմ, որքան պետք է շարունակվեն։ Եթե առաջին հարցին պատասխանեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իշխանություններին կխնդրեմ որպեսզի տեղ թողեն, որ հետո իրանց համար էլ կանգնողներ լինեն, իսկ ես առաջի կանգնողներից կլինեմ, հավատացեք, եթե վաղ իշխանափոխություն լինի, ամենայն անկեղծությամբ եմ ասում, որպես հումանիստ եմ ասում, որպես ուղղակի մայր եմ ասում, այս երկրում երկու երեխա մեծացնող եմ ասում, թող տեղ թողնեմ, որ վաղ իրանց համար էլ կա մեկը կանգնի, որտեղ այն նկարները, որոնք որ ես հիմա նայում եմ, իմ համար ահավոր հուզումնալի։ Ես էլ եմ ասում, տեղ թողեք, մի դատավոր թողեք, հոնե ձեզ արդար դատի։ Կելինք է ասում, էլի։ Որովհետև չկա այդտեղ մի մարդ, որը այստեղ այլի։ Պիտի նստել, չէ, այդ մարդիկ ոչ կաշառակերներ են, ոչ թալանչիներ են, ոչ հանցագործներ են, իրանք միտեղում են, որտեղ որ ինձ թվում է միայն հանցագործներ պետք է լինեն։ Ես այստեղ եմ, որպեսզի մենք մի հոգով ավել լինենք, որպեսզի այդ Եվրոպայի պատգամավորները, եվրոպացի այո պատգամավորները տեսնեն, որ մի հոգի ավել է այստեղ կանգնած։
քիչ լինենք թե շատ լինենք, միևնույն է մեր ձայնը թող լսելի լինի ու կարծում եմ շատ կարևոր է որ մենք իրենց ասենք որ օքեյ չի, այսինքն չգան Հայաստան միայն գառնին տեսնեն, ինչ որ չգիտեմ, արարողակարգային բաներ անեն, գնան ծաղիկ խոնարեն, չնայած ծաղիկ խոնարելու տեղն էլ քանդել են ինձ թվում է, այլ տեղեր չեն գնում ծաղիկ խոնարելու, ուզում եմ որ տեսնեն, որ չէ մեր երկրում, եթե իրենք համարում են որ սա ժողովրդավար պետություն է, մեր երկրում կա արդեն 60-ից ավել գաղ բանտարկելու, դա նորմալ չի։ Անանից ձեր կարծիքով միջազգային կառույցները ինչու են դվում Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացների հետ կապված, նախինում մենք հիշում ենք, որ աղաղակում էին, եթե որևէ միջադեպ է գրանցվում Հայաստանում։ Գիտեք, հենց ինքնիշխանությունը իմ կարծիքով ժողովրդի եւ պետության դրա մեջ է կայանում, երբ որ դու չես սպասում, որ ինչ-որ մեկը քո փոխարեն ինչ-որ բան ասի, երբ որ քո երկրում ես շատ լավ է դեպքը հիշում եմ արցախցիների տարհանման օրերին, գիտեք այդ օրերին ես ինչով էի զբաղված, բազմաթիվ արցախցիներին ընդունելով, տեղավորելով եւ նրանց համար սնունդ հավաքելով եւ շատ լավ հիշում եմ ՄԱԿ-ի գագաթնաժողովում այդ ելույթը, երբ որ Արադ Միրզոյանը իդեպ հրաշալի ելույթ ունեցավ իմ համար ամենայն անկեղծությամբ ու ասաց, որ այս դեպքերն է կատարվում, Ադրբեջանի եթե չեմ սխալվում արտգործնախարարը կամ փոխնախարարը պատտվեց ասեց, չեք ասում, ձեր ղեկավարը ասում է ամեն ինչ օքեյ է։ Դրա համար եմ ասում, մի սպասեք էլի, որ ինչ որ մեկը պիտի գա, մեզ բուկուշանի, մեր գլուխը շոյի ասի, վայ, ես ինչ խեղճ են, չէ՞, եթե մենք մեր երկրի ղեկավարը ասում է, որ մեր ոչ ոք չի կատարում, շատ լավ մարդիկ անցնում են, ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել, ու չգիտենք էլ միջև այդ պայթյունը ինչի արդյունքում էր տեղի ունեցել։ Ոչ մի երեխաներ ռումբից չեն մահացել, իդեպ այդ երեխաներին երկու, որոնք որ մահացան հենց առաջի օրը, նրանց 20 թվականին տարհանման ժամանակ դիմավորել էի ես նրանց եւ նրանց մայրիկին տեղ էի տվել։ Այո։ Ուզում եմ ասեմ, եթե մենք չենք այդ ընկալու մեր ղեկավարությունը մենք ենք, չէ՞, վերջի մեր դեմքն է այդտեղ։ Այդ մարդիկ ճիշտ են, դրա համար ես չեմ սպասում, ամենայն այն։ Զաման այս հարցումը սկսելուց այս բանով սկսեցի էլի մեղուների։ Հա։ Սա եթե մենք այդ տարական բաները չեն կարողանում անել, ես եվրոպացիներից ինչ բողոքեմ։ Այո, ես կարող եմ ընդգծել, այո, արդարորեն, որ շատ տարօրինակ пассив են, շատ։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի ժամանակ նման բան ուներ։ Մի քանի հերինակավոր կազմակերպություն անպայման ավելի շատ էր ձայն գալիս, Սերժ Սարգսյանն ավելի կաշկանդված էր, քան այս վիժվածքը։ Ես չգիտեմ դա ինչով պայմանավորվել, բայց այն փաստը, սա կա։ Եթե հիշում եք, ես միշտ ասել եմ, որ անկախ ամեն ինչից մեկը Փաշինյանի պաշտպանում է, չի պաշտպանում, այն ինչ որ այլանդակություն կատարվում է, ինքը ինչ որ մի ձևով դրա բանն է լինելու, դրան հասնելու է իրան, սա դրանցից մեկն է։ Նախարարության թույլտվությունով Հնդկաստանից քաղցկեղի աներոք դեղեր են ներմուծվել ու մի քանի անգամ ու նույն ընկերության կողմից մի քանի անգամ բացահայտվել է ու էլի նույն ընկերությունը ստացել է թույլտվություն նույն անորակ դեղերը բերելու։ Ոչ միայն չի բուժել, այլ ուրիշ հետևանքներ է տվել, որը կողմնակի հետևանքներ է տվել, որը ավելի է վատացել մարդու վիճակը։ Պատկերացնում եք, քաղցկեղի դեղի մասին է խոսքը։ Այսինքն մարդը մահվան եւ կյանքի սենց մեջտեղում է։ Այդ դեղը, որ հասկանում եք, որ էժան չի լինելու։ Ինչ գնել պետք է լինի այդ դեղի համար։ Չէ՞ ամենի ամպուլը։ Փաստորեն անորակ է, դա չի բուժում։ Հələ որ չի բուժում, բացի դրանից, ինքը կարող է հեծը դեղը սպանի։ Ու փաստորեն լրագրողները պարզել են, որ այդ վիոլետա բժշկական կենտրոնն է, այս դեղերը ներմուծելով զբաղված։ Ես ուն ամբողջը կարդացի, դուք պատկերացնում եք ինչ է նշանակում իմ համար դնել այս ամեն ինչը կարդալ։ Բայց այլ տարբերակ չկա, եթե մի բանի մասին ուզում ես խոսած, պետք է տեղակ լինես, ասենք, մանրամասն, ես որ տեսա, սա մի անգամ եղել է արդեն, ու երկրորդ անգամիկը նույն բանն է, ու ով է այս վիոլետա անպատժելի երևույթը, ես չկարողացա գտնել, հետաքրքիր էր, որ հետքը դա չի պարզել, որովհետև ոչ մեկ չի կարող ինքնագլուխ, ինքնուրույն, սենց գործունեությունով զբաղվի, հետո բանան են փակեն, բացահայտվի, որ էսի անորակ է, հետո նորից սկսի, հետո ոչ միայն ինքը պատասխանատվություն չկրի, չդատեն, հա, մարդկանց դիտավորյալ թունավորելու համար, կամ չդիտավորյալ թունավորելու համար, ինքը երկրորդ անգամ նույն բանը կարողանա ստանալ, այդ թույլտվությունը ստանա, փաստորեն, ուսանք ոչ օֆիս ունեն,
Ոչ վեբսայթն է, ոչ նախ բանը զանգերի հետ պատասխանում։ Մի հոգի է։ Մի հոգի է ինչ որ իր գլխու ինչ որ բաներ անում։ Հետ էլ արդեն սնանկության է գնացել բան սեպտեմբերին։ Պատկերացնեք սեպտեմբերի վերջին։ Սնանկ սեպտեմբերի 30-ին սնանկա ճանաչվել։ Թունավորել է ում պետք է, ծախել է թունավոր դեղեր ինչքան պետք է, գնացել է սնանկության։ Հիմա ես հարց եմ տալի, գալիս եմ իմ ամենասկզբի ասածին, ինչ է կարծում, այս շատ վատ բան է սա։ Բայց այս դեղերն օգտագործողների մեջ ինչքան մարդ կմեն որ թքած ունեն քաղաքականության վրա, քաղաքականությունով չէ զբաղվում կամ նույնիսկ ընտրել է Փաշինյան Նիկոլ։ Դաման եմ ես ասում, հնարավոր չի ապրել միջավայրում, ընտրել մարդ ու մտածել, որ դու այդ միջավայրում ինչ-որ կատարվում է, քեզ դա չի վերաբերվում, դու կարող ես քեզ թույլ տալ չզբաղվել քո ճակատագրով։ Վստահ եք, չէ՞ որ այսքան լեզուս չի պատտվում ասեմ։ Հայաստաններ 4-րդ թե 5-րդ տեղն է հասկերով աշխարհում մահացությունների թվով։ Պատկերացնեք ինչքան մարդ է դրա կարիքը ուներ։ Ասում են ոչ միայն անորակ են դրել։ Շատ դեպքերում բերել են կողմնակի էֆեկտները, որը բերել է մահվանել։ Էդի քիչ էր, հատել կողմնակի էֆեկտներ։ Ու անպատիժ են գնացել են սա նկատել։ Սանակ է վերջը բան չկա։ Դա դատաստան բան թույլ տվողին, լիցենզիաները տվողին, այն լաբորատորիաներն ու այս բանով, այս կառավարությունը ուզում է մեզ Ադրբեջանով բերված ցորեն կերցնի կներեք բարիս համար։ Ու ասի, չէ, անվտանգ է, մենք ստուգել ենք։ Արա դուք դա դեղ չեք կարողանում ստուգել։ Այդ դերից մարդ է մահանում։ Կամ ստուգում եք փողը վերցնում եք, ասում եք ծախի ով կմերձի, փողս նարդ տուր, գնով, մեկը պետք է մահանա էլի, սենց, ահա որ բան եմ ասում, չէ, բայց սան սենց է վերաբերվում մեր բժիշկներին, այս մարդիկ, մեր հիվանդներին, որոնց մեջ վստահ եղեք, շատերը եղել են, որ իրենք ընդհանրապես քաղաքականությունով չեն ուզեցել զբաղվել, որ նույնիսկ կարող են Փաշինյան Նիկոլել ընտրել են։ Սա երևի չկա։ Դե, թող մարդիկ շարունակեն քաղաքականությունով չզբաղվել, ես բան չեմ ասում։ Ես մի խայտարակությունից էլ խոսանք ու անցնենք միջազգային օրենություններին։ Անտերությունը հասել է նրան, որ գուշակները TikTok-ով են արդեն աշխատում ու մեկից կինոներով ոսկե տալ է։ Ոսկե տալ է, 1 միլիոն դրամի ոսկե տալ է, 4 հատ ոսկե առանձին զարդեր են տալ է, TikTok-ով որ գուշակություններ անեն։ Ու բարձրով այս բաները թուղթուգիր հանեն, այնքան շատ է։ Էլ չեմ ասում այդ ստոկ մարքետի վրա խափողները TikTok-ով են։ Ժողովուրդ ջան, Հայաստանը այն վիճակում է։ Ամեն ինչը, այն ինչ որ հնարավոր չի ոչ միտեղ Հայաստանում հնարավոր է։ Որովհետև այն մարմինները, որոնք պետք է վերահսկեն այս ամեն ինչը, կոչված են դրանց։ Իրանք քահանաների բաղնիկներն են նկարում, ննջարաններն են նկարում, քաղաքական ակտիվիստների տներն են նկարում, մեքենաներն են նկարում, հանկարծ իրանց իշխանությանը ոչ մի բան չսպառնա ու այնքան բան ունենան, կոմպրոմատ ունենան իրանց մոտ, որ բոլի բերանը ետ պետք է կարողանան փակեն։ Իրանք թքած ունեն ձեր վրա, ով է ձեզ խափում, ով է ձեզ շանտաժի ենթարկում, ով է ձեզ այս վիճակի մեջ գտնում, որ դուք ամեն ինչ ունեք, վախացել են ասել, եթե չբերես Ես բան կա, բեր վրիցդ այդ անես կանեք, թե չէ, երեխեքդ կմեռնեն, այս աստիճանի։ Հիմա մարդ կա, որ կարող ասի, դե լավ, հիմա կարող է ԱԱՑ-ի գործնա նստեն, TikTok-ը ֆիլտրեն, հա, ասենք, բայց վստահ եք, չէ, որ այս անողները հաստատ գիտեն, որ իրենց հետևից եկող չի լինելու, որտեղ հասա առաջի անգամ չեն արել։ Մի անգամ եթե մեկը փորձել է տանձման, ականջներից բռնեին, մտցնեին համապատասխան տեղը, երկրորդը, երրորդը, չորրորդը չէր լինի։ Բայց իրենք վստահ են, որ այս երկրում շունը տիրոջը չի ճանաչում։ Դե քաղաքականությունով թող չզբաղվեն մարդիկ։ Երևի դա կարիքը չկա։ Ամեն ինչ այնքան լավ է, որ կարելի է թույլ տալ, ասենք, քաղաքականությունով չզբաղվել։ Դե ինչ ասում ես, բան չեմ կարող ասել։ Սա էլ ուզում նայեք մեր ժառանգությունն է վերևից նկարում։ Ես ձենը կամացացրել եմ, որ չգիտեմ ինչա։
Իսկ դու չեկավ այդ երաժշտությունը։ Սա Արցախի հուշարձաններն է։ Կար չկա։ Դա դատակատարություն է, եկեղեցիները sense նկարների մեջ կա, քարտեզով նայում են վերևից, արդեն տեղը մաքուր է, դատար կա, ջնջաց ամեն ինչ։ Всё, ամայ վարած, նե, ոչ իմա չեն թողել։ Պետություն չունեք, որովհետև պետություն դուք էլ ես բան նայեք, հլես եկեղեցին ես համալիրը նայեք, հլես հրաշքը նայեք, վանական համալիրը։ Վերջ չկա։ Սա ազերին է, ով խոսում է, ինչ որ ձերի հարաբերություններից անց հետ, բացի մահակով հարաբերություններից, կամ բառը չեմ ուզում ասում, էլի, կամ տականքը, կամ սրիկա, ուրիշ բառ չկա, Ժորժ ջան, ուրիշ բառ հնարավոր չի ստեղ մոգոնել, հորինել, ներմուծել, բան չկա, սա փաստ է, ես չեմ նկարել, ես չեմ նկարել, ես ուզում հասկանամ, որ մի խոսքով, ես նույնիսկ չեմ կարող հասկանալ, ով է նկարել, մի մասն էլ Նախիջևանում է սրանք, սա նկարած է, Արցախում էլ է նկարած, Նախիջևանում էլ է նկարած, մենք պետություն չունենք, Ադրբեջան ինչ ուզում անում է, հակառակ մեզ ժողովուրդները համոզում է, որ ինքը այնքան լավն է, հեսա տները դել ծախենք իրանց, գան կողքդ, հարևանի նման, ջան, ջիգեր ասելով ապրի, միջև մի օր առավոտ կտենաս տունը չես տուն, քեզ են գողացել, երեխեքիդ են գողացել, երեխեքիդ են բռնաբարել, քեզ տան մեջ, բանց, չինակ լավն է, իրանք առաջվանը չեն, այն ինչ որ հիմա խոսում են իրաց մասին, չարու նախանց լեզուներն են խոսում, իրանք այդպես չեն, Լեգեն հրյաներն են փոխվել, ես ուզում բայկա պայման, մենակ այսօրվա մեջ 104 հոգի են սպանել ռմբակոծությունով, 104, այդ թվում 46 երեխա 20 կին, մենակ այսօրվա մեջ, իրանք են փոխվելու, բանուց, ես էլ իրանց ֆաշիստն է, գլխավոր ֆաշիստն է, ասում է, եթե հանկարծ Նետանյահուն փոխի հետ կանգնի իր պլաններից, ինքը գոյություն, ինքը եւ իր կառավարությունը գոյություն չի կարող ունենալ, սա հրյաներին իրաց գլխավոր ֆաշիստը, Բեն Գվիրը, ես էլ իրաց պրիդուրկն է, որ իրաց հոմանավորում է, մյուս կողմից Իսրայելի մասը գտնենք, լավ, հերթով գերում, լավ ինչ վրա, բանք չկա, Ամերիկայում ապրողներին է ասում, վերջ, դուք փրկվել եք, էլ ինֆլյացիա չկա, ոչ մի բան չի թանկանում, բա ամերիկացիներ չէ, բա Ամերիկայում ապրողի մեր ընկերների ջան, ոչ մի բան չի թանկանում, սա Նիկոլն է, դուք արդեն երջանիկ եք, դուք արդեն հարուստ եք ապրում, սա, այսի, ասում է գիտեք ճիշտ այնտեղ Գազայում հրադադար է, բայց Իսրայելը իրավունք ունի կրակելու նրանց վրա, եթե պետք է, Իսրայելը իրավունք ունի, երկու օր առաջ ասել էր, ես չեմ ողջունում, իրան ասին վաճե քեզ ով է հարցնում, այսօր էլ ասում է, չէ, ինքը իրավունք ունի, հետո զարմանում է, որ ինքը չի կարող ընդունվի, լացումը, երրորդ սրոկ ասում է, երրորդ բանով է ուզում ընդունվի, սահմանադրական դատարանը ասում է չես կարա, խնդրում է, ու զարմանում է, որ մանավանդ երիտասարդների մոտ իր ռեյտինգը ասում է հատակն է ծակելի չէ, ժողովուրդ մի տարի է մնացել, այս մի տարվա մեջ շատ բան է փոխվելու, մեզ ուղղակի ես ինչի սենց արագ անցա, ես ուղղակի ձեռս պահում եմ պուլսի վրա, որ տեսնեմ նավակը որ ուղղությամբ է գնում, կարող է հանկարծ մի բան փոխվել է, չէ, չի կարա փոխվի, ասել եմ Իսրայելը ավելի ճանելու է ոչնչացնի Գազան, այդ ընթացքում ոչնչանալու է իր կառավարությունը, կամ ինքը որպես պետականություն,
Հոյ բան չի փոխվել, չէ, իրաք ուղղությամբ գնում են։ Տրամպը ամեն ինչ անում է, որ երրորդ, այսօր իրան ասեցին, դու երրորդ սրոք, այսինքն չես կարա էլ ընտրվես 26 թվականին իր արդեն միջանկյան ընտրություններն են։ Եթե ինքը կորցրեց բանը, House of Representatives, ներկայացուցիչների պալատը ու սենատը, իրանից բան չի մնում։ Եթե իրանից բան չմնաց, ծանոթանում է նաև Ալիևի վիճակը։ Որտեղ էսի միանգամից ազդելու է Նետանյահուի վրա, հետո խփելու Ալիևի, մի խոսքով, այս ամենը ուղիղ մեր հետ կապված է։ Բայց չմոռանանք, որ այն մեղունեի նման մեր փրկությունը մեր ձեռքում է։ Սա բոնուսներն է, որ հնարավոր է մեզ ինչ-որ մի տեղից մի, տենց ասեմ, հա, օգնություն լինի, համընթաց քամի լինի, հա, ասենց ասեմ, որտեղ հիմա փոթորիկը մեր դերն է, մեր շատ դժվար է։ Իսկ եթե մենք պետականությունը կարողանանք մեղունեի նման վերցնել, տեսնենք էլ այս համընթաց քամի որտեղ է։ Իսկ իմ կանխատեսումները այո լինելու է համընթաց քամի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Եվ բնականաբար այնտեղ ամեն ինչ հետևաբար արդեն գալիս է Եվրոպա ևս։ Այս տիկնոջն ուզում լսենք։ Անկում չհավատակ, որ Հեյդարի տղա Նասարոգը Հայաստանի հետ խաղաղ պայմանագիր կկնքի։ Նա իր հերը չի, հերը զիջեց։ Վլադիմիր Մովսեսյանին զիջեց, վերադարձրեց մեր եղածը, իսկ մենք ինչ արեցինք։ Մեր հողերը տվեց, հիմա մնացածն են ուզում տան։ Այդ հողասի մի անդամից հավաքվեք, չամադաներ չվերցնեք, բոլորի տոզը տալիս եմ քաշեք։ Խաղաղության պայմանագիրը դա լինում է այդ դեպքում, երբ որ դիմացինը քեզ հարգում է։ Ոչ թե ինքը ասում է ծնկի բերեցի ձեզ, ու խաղաղության պայմանագիրը ուզում եք որ պատմության։ Ես նորից խնդրում եմ այս փոքրիկ վիդեոները սարքողները մի դրեք էլի երաժշտություն տակը։ Փչացնում եք ուղղակի դուք էլ ասում եք ոնց է շոկոլադի վրա մեղր քսես։ Մի դրեք էլի։ Մեջ եք դուք կարծացեք, որ ծնկի բերացի հետ խաղաղության պայմանագիր եք։ Եթե դու ծնկի ես եկել, բայց խաղաղության պայմանագիր, այն որ ասում են պապաս էլ վերևից իջնի, ոչ ոք չի կնքի։ Դա հաստատված բան։ Անկում Ախ։ Ես ուզում եմ մի պահ ամեն ինչս կդրվենք։ Նա դիպ դասախոսի, ասենք, մի վարքյան։ Շատ կարճ։ Ես օրինակ մի երգ գիտեմ, ձայնագրել եմ Հայրիկ Մուրադյանից։ Շատ հետաքրքիր երգ է եւ հետաքրքիր է, որ իր վրա կրում է իր ժամանակի կնիքը։ Այսպես միշտ չի լինում, որ կարող ես ասել, որ սա տարավ 10-րդ դար։ Երգը այսպիսին է, փորձեմ ներկայացնել։ Տաղım տսիմ խայերեն, մեկլե տսիմ արապ կերեն, վայլե մեկլե տսիմ ասուր կերեն, խամով դարդով ումբրինչ տանիմ մրկայիրի ցակյո դարդեն։ Մի մասը երկար ծորուն, հետո արագացավ, հետո նորից դանդաղեց եւ այսպես շարունակվում է բազմաթիվ տներով, բայց ամենակարևորը մի տաղ ասում է հայերեն, նույն տաղ ասում է արաբկերեն, արաբերեն, մեկն էլ ասում է ասորերեն, ոչ քրդերեն է ասում, ոչ թուրքերեն է ասում։ Այսօր տարավ, երբ որ մենք Ասորեստանի հետ կապեր ունենք, 10-րդ դարից առաջ, չէ։ Վերջ իր վրա կնիք ունի այս երգը, ուզես չուզես։ Գժվում ես։ Ու գժվում ես, որ մենք 21-րդ դարում, ոնց այդքանի դարի միջոցով ոնց եկավ հասավ։ Ոնց եկի հասել, ու ինչ սիրուն է, որ Դրանից բացի, որ ինքը դա ասում արաբերեն, ասորերեն։ Ես վերջերս Կարո Չալիկյանը, չես ես մեր գիրքը հրատարակեց, Արտուր Արմենի հետ գտել էին, սա մասնակցել է նաև Տիգրանյանը, նայեմ, ավտորիզների ես պահին չեմ կարողանում գտնել, բայց իր խոսքով, բանը ինչի մեջ է, որ ես մեր երկերը, ես մի ամբողջ գիրք, այս բարերով վերցանել են, եթե ինքը ասում է արաբերեն, ասորերեն, հայերեն, հասկանում եմ, որ
այդ ժամանակ այդ լեզուներով են երգել, նշանակում է այդ տիրապետության տակ են եղել։ Այս գրքում բառերը ոչ թե լեզուների մասին է, չէ, աստղերի դիրքերի մասին է, ասենք ավելի հին են, ավելի հին է ստեղի երկերը, որտեղ ժամանակը որոշում է ոչ թե լեզուներով, ինչ լեզուներով է խոսած, այլ նկարագրության ժամանակ աստղերը ինչ դիրքերում են եղել, որտեղ այդ ամբողջ մեր երկերը հենց այդ աստղերի տեղաշարժերի, տեսական երկերը, աստղերի տիսավաներով տեղաշարժերի գութանա, ցանքա, ինչ որ մի խոսքով է, բնության երևույթների հետ կապված ամեն ինչ։ Ու պարզվում է մեր երկերը գնում հասնում են ըստ այդ դասավորությունների ֆիզիկաներ, աստղագետները նայում են ասում են գնաց մի քանի հազար տարի այն կողմ գնաց, այսինքն երկերը գալիս են ընդեղից։ Հիմա մտես մի հատ խելար միտք կա, տեսամ ընկերոջս հետ կալում ենք իրականացնենք, այսօր դա մասին էին խոսում, որ այս բոլոր երկերը Արտուր Ալմիջան լսի, այստեղ ինչ-որ կա։ Մենք ինչ-որ ձև մշակ ենք կատարելու համար ու ներկայացնենք նաև այդ աստղային պատկերները կոնկրետ ժամանակագրությունը, սա որ ժամանակվա երգա եւ ինչի մասին է։ Հիմա ասված մեզ առողջություն եւ համբերություն տա, դա ունենք, եթե դուք սա արել եք, գեղարվեստական մասն է թողեք մեր վրա։ Եվ այդ բaragայում շատ մարդ տեղեկացված կլինի, եթե ասենք գիրքը կարևոր է, ասենք դիսերտացիաներ գրելու համար, որ հղումներ տան, բան, արվեստը շատ կարևոր է, որ դա դառնա մատչելի, անմատչելի։ Իսկ վերջում ուզում եմ այս գեղեցիկ երգով ավարտենք։ Ես հուսով եմ այս մասը YouTube-ը չի արգելափակի եւ բոլորը հնարավորություն ունեցաք լսելու այս գեղեցիկ երգը։ Ասեմ կատարում էր Սեդա Սեյանյան, դիրիժորներ Կարեն Մայիլյան, Գյումրու ժողովրդների պետական նվագախումբ։ Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնեմ, հարգելի Կարեն Մայիլյան, գոյակապ գործարեցիք, կեցեք, գործիքավորումը փայլուն էր, նվագախումբը փայլուն էր, կեցեք։ Ուղղակի մարդու հոգի է լցվում այս որակի կատարումներ լսելուց։ Իսկ մեզ բոլորիս ինչ եմ ուզում խոսել, սրանով։ Սա ենք մենք։ Այս որակը, այս զսպվածությունը, այս բալանսը, զգացիք ոչ մեկ չէր ընկնում անգս, ոչ մեկ դուր չէր, ամեն ինչ, ամեն մեկ իր տեղը գիտեր, իր փափուկ, իր հարմոնիայի մեջ, իր դիրքում, իր տեղում։ Եթե մենք կյանքում սես կարողանանք ապրենք, չէ, այսը կկայանա, ինչ որ ես ասում եմ մեղումների պահով։ Սա է պարագանը, երբ որ ամեն մեկ իր տեղում է, տեղում ճիշտ ժամանակում, որովհետև սա այդ կյանքի մի մասն է, սա էլ կյանքի մի մասն է, դու չգիտես որ այդ ինչ պետք է լինի, պատրաստվում ես կյանքի բոլոր անակնկալներին։ Իսկ եթե դու ունես այս պատմությունը, ինչ որ Տիկին Փարլևանյանը ներկայացրեց, այս պատմությունը, այս որակը, որակի զգացողությունը, շատ ժողովուրդներ չունեն,
Մենք երևի չենք էլ հասկանում ենք ինչ ունենք։ Ժողովուրդը չունեն։ Ինքը ժողովուրդ կա, չունի դա։ Ինքը իրա մեղավոր չի, ինքը դրա կրողը չի, ինքը չունի։ Մեզ Աստված տվելու չի խնդրել։ Մեզ ինչ եմ ցանկանում։ Չմոռանալ սրա մասին, բայց էսի հասկանալով արխայել չեն գնել էլի, որ էսի ունենք արդեն ամեն ինչ ալածը, չէ, էսի ունենալը հիմք է տալի, որ նաև այսպեսին լինենք, որպեսզի կարողանանք պահենք այն ինչ որ ունենք։ Բնությունն է, շպրտում է իր բաները, անակնկալները, իր մարտահրավերները։ Եթե դու դեռ առողջ կենդանի օրգանիզմ ես, ուրեմն պետք է դիմավորես, եթե չէ, ուրեմն ժամանակը տեկել է։ Այսօր ու այլ այսքանը, մնացեք։